Ժողովուրդ օրաթերթը գրում է. Ժողովուրդ օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ քաղաքական հրահանգով ուժայինները վերից վար փորփրում են 4 կանանց կյանքը։ Խոսքը Աննա Գրիգորյանի, Թագուհի Թովմասյանի, Ագնես Ախամոյանի եւ Քրիստինե Վարդանյանի մասին է։ Ուժային կառույցները քաղաքական հրահանգ են ստացել ակտիվ այս քարյակի նկատմամբ ամեն գնով քրեական վարույթներ հարուցել։ Օպերատիվ աշխատակիցները հետևում են նրանց, փորփրում անցյալը, ընտանիքի անդամներին, բարեկամներին, որ ինչ-որ թեմաներ գտնեն։ Օրաթերթը նաև գրում է. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արտուր Նահապետյանի կողմից համակարգում կադրային ջարդը շարունակվում է։ Մարտի 20-ին կոմիտեի նախագահ նշանակված Արտուր Նահապետյանը ապրիլ ամսից մինչև հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածում պաշտոնից ազատել է վարչության մոտ 5 պետի, 10 քննիչի։ Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնական կայքում 12 պաշտոնյաների ազատման հրամանները պաշտոնապես հրապարակվել են, սակայն նրանց թիվը ավելի շատ է, ու ժողովուրդ օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն կադրային ջարդը համակարգի ներսում դեռ շարունակվում է։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով Սրբազան պայքարի առաջնորդ Բաղրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նպատակ ունի առաջիկայում փողոցում պայքարի նոր փուլ սկսել։ Բաղրատ Սրբազանն ու իր թիմակիցներն այս ժամանակահատվածում կոնկրետ պլաններ են գծում հայրենի իշխանությունների հրաժարականի պահանջով։ Հրապարակ օրաթերթը գրում է. Հրապարակի տեղեկություններով Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը մայիսի վերջին դիմել է քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանին քրեական վարույթ նախաձեռնելու համար։ Իրավապահ համակարգի մեր աղբյուրները կսկտուր տեղեկություններ ունեին Բաբայանի դիմումի վերաբերյալ։ Միայն նշեցին, որ այն վերաբերում է որոշ անձանց եւ 98-ի դեկտեմբերի 10-ին 7 կրակոցով սպանված պաշտպանության փոխնախարար Վահրամ Խորխորունու գործին։ Քննչական կոմիտեից հաստատեցին հաղորդման վերաբերյալ մեր տեղեկությունը, այլ մանրամասներ չներկայացնելով։ Օրաթերթը նաև գրում է. Նիկոլ Փաշինյանը վճռական է տրամադրված վեհապարին հեռացնելու գործում եւ ԽՊԸ-ում խոսում են, որ նա զադնի չի դնելու այնքան ժամանակ, քանի դեռ Գարեգին II-ն ինքնակամ չի հեռացել։ Որոշել է ամենօրյա ռեժիմով շարունակելու է եկեղեցու սպասավորներին թիրախավորող գրառումները։ Մանավանդ տեսավ, որ եկեղեցին համարժեք քայլեր չի ձեռնարկում։ Եթե շանտաժով չհասնի ուզածին, կարող է գործնական այլ քայլերի անցնել։ Իշխանական թիմում խոսում են, որ հոգևոր սպասավորներից ոմանց դեմ կոմպրոմատներ ունեն, անգամ տեսանյութեր եւ չեն խորշի դրանք հրապարակելուց։ Թեև չի բացառում, որ ոչ մի կոմպրոմատ էլ չկա։ Սովորության համաձայն մոնտաժված տեսանյութերով եւ ֆեյք ինֆորմացիաներ տարածեն, իսկ հիմա փորձում են այդ լուրերով վախ տարածել։